Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այսօր շարունակվեց Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի վավերացման դեմ ակցիան։ Ակտիվիստ Միքայել Նազարյանն ակցիային մասնակցում էր ինքնաշեն որսորդական հրացանով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրաժարվում է կազմակերպել Հայաստանի Հանրապետության օդանավային տարածքի պաշտպանությունը, եւ ես ուղղակի հղում եմ անում քառօրյա պատերազմին, որ գյուղացին հակաօդային պաշտպանությունը կազմակերպել էր որսորդական զենքով։ Այսինքն ինչ է ստացվում, էլի։ Հիմա երբ որ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է դա կատարել, դա եւս մեկ անգամ մեզ ավելի խորը մտցնում են ռուսական լծի տակ, էլի։ Ինչ է կատարվում հարևան Վրաստանում, մի հատ պատկերացրեք ու ինչ է կատարվում Հայաստանում։ Այդ ինֆորմացիան ստանալուց հետո, որ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանությունը պետք է իրականացնի Ռուսաստանի զինված ուժերը, Վրաստանում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվում, իսկ հայաստանյան հասարակությունը անտարբեր է ուղղակի այդ հարցի նկատմամբ։ Իրանք կտրվելով ռուսական լծից արդեն բանակը սարքել են կամովի, իսկ մենք այսօր սահմանին զոհեր ենք ունենում։ Տարբերությունը ակնհայտ է, էլի, ու այդ տարբերության միակ պատճառն է, որ մենք ռուսական լծի տակ ենք, իսկ իրանք արդեն անկախ են։ Ունենալու ենք հետևյալը, որ Տավուշի սահմանային տարածաշրջանի յուրաքանչյուր գյուղ պետքա գոնե զինվի որսորդական հրացաններով, քանզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրաժարվում է իրանց պաշտպանել։